Այդ թեմայով մի բան եմ ուզում ասել, հերթից լավա վերջապես հասավ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընտրախախտումներին իր խոսքերն է մեջբերում, որ ինձ դատի չտան, ասեն զրպարտել եմ, աղավաղել եմ։ Ես գիտեմ մի բան, ԿՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, Էմյուս ուժերը ստացել են 100% ընտրակաշառքով քվե։ Առնվազն միջև կարող է իրենց տնեցիներին փող չեն տվել, բայց էդ էլ եմ կասկածում։ Ըստ Փաշինյանի նույնիսկ ընտրություններից առաջ մեծ բաժնեմասեր են փոխանցվել խոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդների ընտանիքի անդամներին, մտավախություններով, թե նրանք կարող է չքվեարկեն։ Ու շարունակել է. առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը։ Հիմա դուք սա անվանում եք, որ քաղաքական գործիչը ինչ ուզի կարող է հայտարարել եւ չեք համարում, որ իր այսպիսի հայտարարությամբ նա առնվազն նվաստացում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ նախագահի գործունեությունը, կասկածի տակ դնելով հաստացի ձեր գործունեությունը, որովհետև եթե ընդդիմությունը ընտրակաշառքով է ընտրվել, դուք չեք արձանագրել եւ հայտարարել եք լեգիտիմ ընտրությունների լեգիտիմ խորհրդարան ունենալու մասին, այսօր էլ մանդատներն եք բաշխում, հակասություն է էլի առաջանում։ Մեկ էլ մի բան ուզում եմ ճշտել։ Ասում եք, որ այդ 3 ընտրատեղամասերում արդյունքները չէին ազդելու, արդյունքն վերահաշվարկ է իրականացվել այդ ընտրատեղամասերում եւ ուզում եմ հասկանամ, այդ process-ը ոնց է եղել։ Վերահաշվարկ եք կատարել, ամեն ինչ այդ ընտրախախտումները վերացրել եք եւ պարզել եք, որ չի ազդելու, դա ոնց է եղել։ Եվ եւս մեկ հարց, ասում եք, որ Սահմանադրական դատարանը սահմանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազության միջնորդությունների բավարարել ժամանակ պետք է հաշվի առնի թեկնածուի իրավունքները, ճիշտ եմ չէ, հասկացել ձեր ասածը։ Հիմա հնարավոր է ընտրվելու իրավունքի իրացում ընտրվելու իրավունքի։ Հիմա առաջիկայում օգոստոսի 2-ին լիազորությունները ստանձնելու նիստն է լինելու ազգային ժողովում։ Հնարավոր է, ինչպես ասեցիք, որ ընտրություններով պայմանավորված չեք քննել ու դատախազության միջնորդությունը, հա, հետ եք ուղարկել, հնարավոր է հիմա էլ, որպեսզի կոնե այդ մարդկանց հնարավորություն տա, որպեսզի իրենց լիազորությունները ստանձնեն։ Եվ Մամիկոն Ասլանյանի դեմ էլ է կարծացի, որ նոր քրեական գործ է հարուցվել։ Տեսեք, հարցերը վարչապետի խոսքից մեջ բերեցիք, երկրորդը ուզում եմ այդ սխեման հասկանալ, ոնց եք բացել, որ եւ երրորդը արդեն տեխնացուների լավագույն շահերը հաշվի առնելով։ Ուղղակի պիտի բոլորից ներողություն խնդրեմ, հուսամ նայել արդեն լրագրող, բայց այս հարցին փորձեմ մնալուց արագ պատասխանել ու սրանով սահմանափակվենք։ Տեսեք, ձեր ներկայացած այս քաղաքական գործի քաղաքական հայտարարությունն էր, որի, այսպես ասենք, այդ հայտարարության, այսպես ասենք, թիրախը քննադատությունը մեկ այլ քաղաքական ուժ էր։ Մեկ այլ քաղաքական ուժը, մեկ այլ քաղաքական տեսեք, ուժ չի, ընտրողներին է ասում, դուք գնացել եք ընտրակաշառքով եք քվեարկել, քաղաքական ուժերը չէ։ Դուք, տեսեք, դուք կարող եք, դուք եք որպես լրագրող, կարող եք վերցնել քաղաքական գործի հայտարարությունը, այդ, այսպես ասած, ձեր ցանկալի պրիզմայով դիտարկել եւ հնչեցնել դա ձեր իրավունք, բայց այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կա նախագահի անելիք չկա, երբ որ քաղաքական գործիչներ բանավիճում են։ Այդ թվում, երբ որ իրենք երբեմն սուր են բանավիճում։ Բանավիճը խոսքի ազատությունը քաղաքական գործիչները բանավիճում են։ Տեսեք, կրկնում եմ, տեսեք, հիմի, տեսեք, դուք ոնց կցանկանաք, չէ, ասենք վարչապետը ինքը իր ելույթը իր հայտարարությունն է, դուք լրագրող եք, ոնց կցանկանաք գնահատեք խոսքի ազատություն է։ Տվյալ դեպքում ակնկալել, որ պիտի քաղաքական գործիչների հայտարարություններին արձագանքի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այստեղ է։ Հիմա ամբողջ ասած էսա, թե չէ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհակառակը պիտի զերծ մնա քաղաքական գործիչների, քաղաքական հայտարարություններին, այսպես արձագանքներ կամ գնահատականներ տալու, որովհետև այդ դեպքում շատ հեշտ է քաղաքական չեզոքության այդ սահմանը խախտելու։ Սա մեկ է։ Երկու տեղամասերի խնդիրը, տեսեք, երկու տեղամասերի խնդիրը, դուք երևի ինձ թվաց նախապատվությունը բոլորին հայտներ, դրա համար չգիտեմ, դա 3 տեղամասերից մեկում
8-րդ համարի քվեաթերթիկը չէ եղել։ Մի իրավաբանները կքննենք, պարզվի թե դա ոնց է եղել, որ այդ հանգամանքը պարզվել էր երեկոյան ժամը 6-ին քվեարկության օրը։ Երբ որ կոնկրետ ընտրող, որը որ տվյալ քաղաքական ուժին էր ցանկացել ընտրել, արձանագրել է, որ իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը չկա, եւ այստեղից արդեն մնացած այսպես գործընթացը ոնց որ այդ խնդիրը ի հայտ եկավ։ Այդ տեղամասը չգիտեմ, ասում եմ, մի թող իրավաբանները քննեն, հասկանան, ասենք, ստանալուց են ոնց որ չեն ուշադիր չեն եղել, չեն ստացել, կամ ստացել տարել են, չգիտեմ, վերջը, մի խոսքով այդ տեղամասի հանձնաժողովի իրենք պետք է պարզաբանեն, թե դա ինչպես է տեղ ունեցել։ Մյուս երկու տեղամասը 1051-ը եւ 3565, այնտեղ զինվորների քվեարկության հետ էր կապված դրվագը, որ ըստ էության մի տեղում քվեարկությունը ոչ թե 20:09-ին էր ավարտվել, այլ ավարտվել էր 23:38, իսկ մյուս տեղում 21:22 կամ 42 չեմ հիշում, բայց ու այստեղ խնդիրը դա էր, որ ըստ էության ընտրական օրենսգիրքի պահանջը, որ 20:00-ին քվեարկությունը ավարտվում է եւ եթե քվեարկության սենյակում կան ընտրողներ, նրանց հնարավորություն է տրվում քվեարկելու ու դուրս գալու։ Այսինքն, եթե հաշվենք, որ սովորաբար տեղամասում միաժամանակ կարող են ըստ ընտրական օրենսգիրքի ներկա գտնել մոտ 15 ընտրող, ենթադրվում է, որ քվեարկությունը, եթե ասենք նման իրավիճակ, քվեարկությունը պիտի ավարտվի 8:15-20, լավ 8:30 կողմն է։ Որտեղ մի տեղամասում մենք էլի նույն խնդիր ունեցել ենք, երբ որ 8:22 էր քվեարկությունը ավարտվել, մենք դա համարեցինք իրավաչափ, այսինքն եթե խնդիր չտեսա, բայց երբ որ ժամ ու կես, 3 ժամ ու կես քվեարկությունը շարունակվել, այստեղ խնդիր էր։ Ու եթե մենք այդ խնդիրը հետ գնանք նայեք, մենք հայտնվել ենք Հա, այդ բանաձևն էի ասում էի, ամփոփել 2002 տեղամասի, առանց այս 3-ի, կա արդյունքներ, չէ, ընդհանուր արդյունքներ առանց այս 3-ի։ Ինչպես? Այստեղ շատ թվաբանական բանաձև կա, ամփոփել 2002 տեղամասերով արդյունքները եւ տեսնել քանի խմբակցություն է անցնում։ Եվ ամփոփել 2005 տեղամասերի արդյունքները, արդեն անվավեր ճանաչված տեղամասերով, որոնց որ մասնակցությունը վերածվում է անճշտության։ Եվ այդ վիճակով, եթե այս երկուսը իրարից տարբերվեին, արդեն ստացվել էր, որ ազդել է, այսինքն թվերի պարագայում ազդել է։ Բայց կրկնում եմ, պատկերը նույնն է, երկու դեպքում էլ 3 խմբակցություններ անցնում։ Սա։ Եվ Մյուս վերջի շուշուտ հիշացրեք պատասխան, եթե վերջում էլ ինչ-որ երրորդ բան, տեսեք, թեկնածուի ընտրվելու, սահմանադրական դատաման ասում է, թեկնածուի ընտրվելու, սա վերաբերվում է, ըստ էության։ Եթե տեսնենք մինչև քվեարկության փուլը, քվեարկությունից հետո ընտրական օրենսգիրքի տեսանկյունից թեկնածու չէ, գործունեությամբ ընտրվելու հետ կապված չկա որևէ որ ասենք պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապահովի։ Ավելին, ընտրական օրենսգիրքը նույնիսկ կալանքի տակ գտնող թեկնածուների պարագայում այդ կարգավորումներ ունի, որ ոնց պիտի իրենց քարոզարշավը ապահովեն։ Այսինքն այս դեպքում